Մարդը անցնում է թոշակի, պետությունը դրանից հետո նրան ասում է վերջ, այսքանն էր, գնա ու քո թոշակը ստացի, մեզ այլևս պետք չես։ Ու տեսեք ինչ սխալ բան է տեղի ունենում։ Բազմաթիվ մասնագետներ, ուսուցիչներ, բժիշկներ, դատավորներ, դատախազներ, նախարարությունների աշխատողներ, ոստիկաններ, որ ամբողջ կյանքը իրենց նվիրել են պետությանը, հասարակությանը, մեր պետությունը շենացնելու գործին, այլևս զգում են իրենց անօգնական, ոչ պետքական։ Մենք իրավունք չունենք նման ճոխություն թույլ տալու եւ նրանցից շատերը ուզում են, որպեսզի նրանք ներգրավեն, շարունակեն իրենց նաեւ այդ առաքելությունը։ Մենք պետք է պետական ծրագրերով նրանց ներգրավենք մեր պետության զարգացման գործին։ Օրինակ, մի դեպքում կարող ենք կրթական հաստատություններում մեր երեխաների, ուսանողների կրթության հարցում ներգրավել, ասենք վաստակաշատ մանկավարժ է, օրինակ, անցել է թոշակի, բայց ինչքան կարող է գիտելիք ու փորձ փոխանցել, կամ երիտասարդ մասնագետներին ավելի փորձը փոխանցել, վերապատրաստել, կրթել, օրինակ ոստիկան է, անցել է թոշակի, մանավանդ այդ մարմիններում, օրինակ կարող է 50 տարեկանում անցնել թոշակի, որտեղ ստաժով է պայմանավորված, ուժը տեղը, կարողությունը տեղը, տեսեք ինչքան փորձ կարող է փոխանցել երիտասարդ մասնագետներին։ Սա նաև հնարավորություն կտա, որ սերունդների միջև կապը ապահովի։ Ավագ սերունդը իր փորձը փոխանցում է նաև կրտսեր սերնդին, այստեղ բարոյական նաև կարևոր հատված կա, որ ավագ սերնդից են սովորում, արժեքների մասին են սովորում, եւ դառնում ենք ներառական միասնական հասարակություն, իրար օգնելով շենացնենք մեր պետությունը։